Ջենեն, կենտրոնական հանձնաժողովի այսօր արտահայտ նիստ է հրավիրել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ընտրությունների նախնական արդյունքները։ Այսպիսով, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հավաքել է 49,825 հազարերորդական տոկոս, Ուժեղ Հայաստան դաշինքը 23,281 հազարերորդական տոկոս, Հայաստան դաշինքը 9,934 հազարերորդական տոկոս, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը 3,996 հազարերորդական տոկոս։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի հաղթահարում ընտրական շեմը և չի անցնում խորհրդարան։ Համապատասխանաբար կուսակցություններն ունեն Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 64 մանդատ, Ուժեղ Հայաստան դաշինք 29 մանդատ, Հայաստան դաշինք 12 մանդատ։ Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել հունիսի 8-ի ժամը 12-ից մինչև ժամը 18-ը կամ հունիսի 9-ին առավոտյան ժամը 9-ից մինչև ժամը 11-ը։ Վերահաշվարկի դիմումներ կարող է ներկայացնել ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն, վստահված անձը, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը։ 4 ընտրատեղամասերում վերահաշվարկից հետո Բարգավաճ Հայաստան կուսակցությունը արդեն 120 քվեի անճշտություն է գտել։ Հրատապ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Արման Աբովյանը։ ԲՀԿ պատգամավորի թեկնածուն հավելել է, որ իրենք գնալու են ամեն քվեի հետևից։ Մեկ այլ ԲՀԿ անդամ էլ հայտարարել է, որ իրենց մոտ 50-ից 60 քվե էր պակասում, որ անցնեն խորհրդարան։ Արման Աբովյանը նշել է, որ իրենք բոլոր ընտրատեղամասերում վերահաշվարկ են պահանջելու։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելուց շատ չանցած Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կրկին խոսել է Հայաստանի ներկայի սահմանադրության Ադրբեջանի հետ խաղաղության խոչընդոտներից մեկը լինելու մասին։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան շարունակում է երկխոսությունը Երևանի հետ Ադրբեջանի հետ համակարգմամբ։ Մենք աջակցում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ադրբեջանի օրինական եւ հիմնավորված մտահոգությունները պետք է փարատվեն, նշել է նա։ Ֆիդանի խոսքով Թուրքիան կանի հնարավոր ամեն ինչ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար, իսկ կողմերի ցուցաբերած քաղաքական կամքը տարածաշրջանի համար հնարավորությունների կոնկրետ պատուհան է բացել։ Ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը տեսաուղերձով է հանդես եկել, շնորհակալություն հայտնելով 100 հազարավոր քաղաքացիներին առյուծի պես պայքարելու համար։ Կարապետյանը հայտնել է, որ ավելի խորքային եւ մանրամասն հայտարարությամբ հանդես կգա ընտրությունների պաշտոնական հաշվարկների եւ հաշվետվությունների ամբողջական ավարտից հետո։ Շնորհակալ եմ տասնյակ ու հարյուրավոր մեր ընկերներից, ովքեր հիմա անօրինական ձերբակալվել են այս 2 օրը, որպեսզի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կարողանա իր գործերը անի ընտրական process-ի ժամանակ։ Շնորհակալ եմ ձեզանից, դուք ձեր միջոցով, որ մեր ազգը կարողա իր պաշտպանողականությունը պահպանել։ Մենք էլ հանդես կգանք ավելի խորքային հայտարարությամբ, երբ որ ավարտած իրապես լինի հաշվետվությունները եւ հաշվարկները։ Գիշերն էլ դաշինքի առաջնորդ ազգային բարերար Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ ընտրությունները դեռ չեն ավարտվել եւ պետք է սպասել վերջնական արդյունքներին։ Վստահ եղեք, ընտրությունները դեռ չեն ավարտվել, ընտրական արդյունքները դեռ չկան, դրա համար մի անհանգստացեք, ինքը իրենք չեն ունենալու իրենց ուզած հաղթանակը, որովհետև դուք նույնիսկ իրենց հարցազրույցից, իրենց դեմքերի արտահայտություններից արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում։ Представители западных стран Մոսկվայից ստացվել են Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ առաջին արձագանքները։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանում ընտրություններն անցել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումների եւ Արևմուտքի առաջին հերթին Եվրամիության միջամտության պայմաններում։ Նա ընդգծել է, որ ընտրությունները հստակ ցույց են տվել հայ հասարակության ծայրահեղ բևեռացվածությունը։ Ըստ ԱԳՆ-ի գնահատականի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի
Լավրովի հրապարակած նախնական արդյունքները ցույց են տալիս, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մենաշնորհային իշխանություն չի ստացել, իսկ նրա աջակցությունը զգալիորեն նվազել է նախորդ ընտրական ցիկլի համեմատ։ Մոսկվան պնդում է, որ հայ հասարակության մեջ կա Ռուսաստանի հետ կապերի զարգացման եւ ԵԱՏՄ-ին շարունակական մասնակցության լայն պահանջարկ։ Ռուսական կողմը պնդել է նաեւ, որ գործող վարչակազմի հալածանքները ուղղված են բացառապես այն քաղաքական ուժերի դեմ, որոնք կողմ են Ռուսաստանի հետ կապերի ամրապնդմանը, ԵԱՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին անդամակցությանը եւ հանդես են գալիս Եվրամիության ինտեգրվելու ճանապարհից հրաժարվելու օգտին։ Միաժամանակ Կրեմլը դեռևս ձեռնպահ է մնում ընտրությունների վերջնական գնահատականից մինչև պաշտոնական արդյունքների հրապարակումը։ Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Մոսկվան ուշադիր հետևում է բոլոր հաղորդագրություններին, այդ թվում ընտրությունների ընթացքում արձանագրված բազմաթիվ խախտումների վերաբերյալ տեղեկություններին։ Վրաստանի խորհրդարանի նախագահը քննադատել է ԵՄ-ին Հայաստանում ընդդիմադիր անդամների ձերբակալությունների մասին լռելու համար։ Շալվա Պապուաշվիլին նշել է, որ ընտրություններից առաջ Հայաստանում ձերբակալվել են մի քանի տասնյակ ընդդիմադիր քաղաքական գործիչներ եւ Եվրամիությունը չի արձագանքել։ Եթե մեկը հանցագործություն է կատարել, նա պետք է ձերբակալվի, սա օրենքի գերակայություն է, հայտարարել է վրացի պաշտոնյան։ Խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության հաղթանակի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորել են մի շարք միջազգային գործիչներ։ Եվրախորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան, Եվրահանձաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը եւ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը շնորհավորել են նրան հաղթանակի կապակցությամբ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բարձր է գնահատել ազատ ու ժողովրդավարական ընտրությունները, հաղթանակն անվանել Հայաստանի ինքնիշխանության հաջողություն եւ կոչ արել Եվրամիությանը աջակցել երկրին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շեշտել է համատեղ աշխատանքը շարունակելու կարևորությունը, հանուն խաղաղության, Հայաստանի ինքնիշխանության եւ Եվրոպայի հետ մերձեցման։ Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը նշել է, որ Հայաստանը շարունակում է ընտրել Եվրոպան եւ իրենք հպարտ են աջակցել այդ ձգտումներին, իսկ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վերահաստատել է պատրաստակամությունը խորացնելու երկու երկրների ռազմավարական գործընկերությունն ու բարեկամությունը։ Միացյալ Նահանգները, Իրան ու Իսրայելը պայմանավորվել են դադարեցնել հարձակումները։ ԱՄՆ-ն եւ Իսրայելը տեղեկացրել են Իրանին, որ չեն հարձակվի իրանական օբյեկտների ուղղությամբ, եթե Իրանը հրթիռներ չհարձակի Իսրայելի տարածքի վրա։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը եւ Իրանը պետք է անհապաղ դադարեցնեն կրակոցները։ Ըստ նրա, երկու կողմերն էլ ձգտում են անհապաղ հրադադարի եւ խաղաղության վերաբերյալ վերջնական բանակցությունները ներկայումս շարունակվում են։ Ավելի վաղ Իրան-Իսրայել հակամարտությունում ռազմական գործողությունները կտրուկ վերսկսվել էին։ Իսրայելը հայտարարել է, որ պատրաստվում է Իրանի հետ մի քանի օր տևողությամբ մարտերի։ Ալ Ջազիրայի տվյալով պայթյուններից մեկը ցնցել է Իրանի արտգործնախարարության շենքը։ Այս նոր էսկալացիան սկսվել է Բեյրութի Դահիա քաղաքում Հեզբոլլահի հենակետին Իսրայելի հասցրած հարվածներից հետո, ինչին ի պատասխան Իրանը անսպասելիորեն 15 րոպեում շուրջ 7 հրթիռ էր արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի ազգային անվտանգության նախարար Բենգվիրի այս գիշեր Թեհրանը պետք է այրվի գրառումից հետո իրանական ուժերը հարվածել են իսրայելական Նևատիմ եւ Թել Նով ավիաբազաներին, ինչպես նաեւ Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի բազային։ Իրանը նաև անորոշ ժամանակով փակել է իր արևմտյան օդային տարածքը, կոչ անելով քաղաքացիներին հետևել թռիչքների տեղեկություններին։ Ռազմական գործողություններին զուգահեռ Իրանը փակել է նաև Հորմուզի նեղուցը եւ վերացրել բոլոր բացառությունները։ Նավերը չեն կարողանա անցնել նույնիսկ վճարելուց հետո։ Լարվածության ֆոնին Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը դիմելով Թուրքիայի ներքին գործերի նախարարին նշել է, որ Երուսաղեմը Կոստանդնուպոլիս չէ, այն հավիտյան կմնա Իսրայելի մայրաքաղաքը, իսկ Օսմանյան կայսրությունը փլուզվել է եւ երբեք չի վերադառնա։ Կացը նշել է, որ թուրքական իշխանությունները ոչինչ չեն սովորել Աթաթուրքի ժառանգությունից եւ երկիրը հետ են քաշում դեպի մութ ու հետամնաց դարաշրջան։ Հարավային Օսեթիայի կառավարության ղեկավար Ձամբոլատ Թադաևը հրաժարական է տվել։ Նիստի ժամանակ նա հայտնել է պաշտոնից ազատվելու անձնական պատճառի մասին։ Ըստ լրատվամիջոցների այս հրաժարականը ճանապարհ է հարթում նոր նշանակման համար։ Թադաևի ղեկավարած կառավարությունը, որը ձևավորվել էր այս տարվա փետրվարին, բախվում էր լուրջ դժգոհությունների։ Դեռևս տարեսկզբից խնդիրներ կային բյուջետային ոլորտի աշխատողների աշխատավարձների ուշացումների, գնաճի եւ տնտեսական միջոցների անարդյունավետ կառավարման հետ, ինչը մեծացրել էր ճնշումը իշխանությունների վրա։ Ինդոնեզիայի Լևոտոպի հրաբուխը 9 անգամ ժայթքել է։ Դրա հետևանքով մի քանի թռիչք է հետաձգվել։ Նախորդ անգամ հրաբուխը ժայթքել է 2023 թվականին։
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել։ Վերջին տվյալներով զոհվել է 4 մարդ։ Իշխանություններն արագ միջոցներ են ձեռնարկել բնակչությանը ժամանակավոր ապաստաններով ապահովելու համար։ Փրկարարներն արտակարգ ռեժիմի են անցել անհետ կորածներին գտնելու համար։ Մալթայի ափերի մոտ նավաբեկություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 11 միգրանտ է զոհվել։ Երկրի զինված ուժերի մամուլի ծառայությունը հայտնել է, որ 53 մարդու հաջողվել է փրկել։